Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում վերջապես սկսվում է այն փուլի բացահայտումը, որին հեռուստադիտողները սպասում էին երկար ամիսներ։ Բոլոր ստերը, կիսատ խոսքերը, թաքցված ճշմարտությունները կարծես միաժամանակ պայթում են հերոսների կյանքում, և ամենածանր հարվածը այս անգամ ստանում է հենց Մագդան։ Հասմիկն, ով վերջին շրջանում ապրում էր խղճի, վախի ու ներսից քանդվելու զգացումով, վերջապես անում է մի քայլ, որը կարող է ամբողջությամբ փոխել բոլորի ճակատագիրը։ Նա այլևս չի դիմանում ճնշմանը, հասկանում է, որ շատ հեռու է գնացել, և ինչքան էլ փորձի փախչել իր արածներից, ճշմարտությունը միևնույն է դուրս է գալու ջրի երես։ Բայց Հասմիկը ճշմարտությունը չի ասում դեմ առ դեմ, նա ընտրում է ամենացավոտ ճանապարհը՝ ձայնային հաղորդագրությունը։ Դա կարծես նրա վերջին փորձն է միաժամանակ խոստովանելու ու թաքնվելու։ Նա ձայնային հաղորդագրության միջոցով պատմում է Մագդային այն իրականությունը, որի մեջ նա երբեք չէր պատկերացնում, որ ապրում է։ Հասմիկի խոսքերը բառացիորեն փլուզում են Մագդայի աշխարհը։ Նա ասում է, որ Մագդան ամբողջ կյանքում ապրել է ստի մեջ, որ մարդիկ, ում ամենաշատն է վստահել տարիներով, թաքցրել են ճշմարտությունը, որ իր կյանքն այն չէ, ինչ ինքն է պատկերացրել։ Հնարավոր է Հասմիկը միանգամից չասի ամբողջ պատմությունը, բայց բավականաչափ ակնարկներ անի, որպեսզի Մագդան հասկանա՝ Լաննան պատահական մարդ չէ, իսկ Արշակի հետ իր կապն ամբողջովին ուրիշ է։ Սա Մագդայի համար դառնում է ամենամեծ հոգեբանական հարվածը, որովհետև այստեղ խոսքը միայն գաղտնիքի մասին չէ, խոսքը վստահության կործանման մասին է։ Նա սկսում է մտածել՝ իսկ ովքեր են իրականում իր մարդիկ, ովքեր են իրեն սիրել անկեղծ, իսկ ովքեր տարիներով պարզապես որոշել են իր փոխարեն, թե ինչ պետք է իմանա, ինչը ոչ։ Մագդայի ամբողջ կյանքը կարծես բաժանվում է երկու մասի՝ մինչ ճշմարտությունը և դրանից հետո։ Հենց այդ պատճառով էլ նա որոշում է իրերը հավաքել ու հեռանալ տնից։ Սա ոչ թե պարզապես վիրավորված մարդու քայլ է, այլ մարդու, ով այլևս չի հասկանում, թե որտեղ է այս կյանքում իր տեղը։ Այդ տունը, որը տարիներ շարունակ իր տունն էր համարվել, հանկարծ դառնում է օտար տարածք։ Ամենացավալին այն է, որ Մագդան իրեն դավաճանված է զգում հենց Արշակի կողմից, մարդու կողմից, ում ամենաշատն են վստահում, և այստեղ Արշակը հայտնվում է ամենաբարդ իրավիճակում իր ամբողջ կյանքի ընթացքում։ Նա այլևս ընտրություն չունի, այլևս հնարավոր չէ լռել, այլևս հնարավոր չէ թաքցնել անցյալը։ Միևնույն ժամանակ Նորոյի ընտանիքի վիճակն ավելի է ծանրանում։ Հարևանուհու հարցը երբեք տեղափոխվում դառնում է շատ կարևոր ակնարկ, իսկ այսօր Նորոն ու Էլիզն իմացան, որ Բաբկենն արդեն վաճառել է տունը և գնորդը հայտնվել է հենց այդ տանը, և հավանաբար նա ասելու է, որ հեռանան տնից։ Պարզ է դառնում, որ տան պատմությունն արդեն հասել է այն կետին, որտեղ ընտանիքը կարող է բառացիորեն հայտնվել փողոցում։ Նորոյի համար էլ անակնկալ է լինելու, որ տունը վաճառել է ոչ այլ ոք, քան նույն ինքը Բաբկենը, իրենց հայրը։ Նորոն այդ պահին հավանաբար առաջին անգամ ամբողջությամբ հասկանալու է, թե ինչ է իրականում արել Բաբկենը։ Մինչ այդ նա դեռ հույս ուներ, որ ինչ-որ կերպ հնարավոր կլինի փրկել տունը, լուծում գտնել, կանգնեցնել գործընթացը, բայց հիմա արդեն ակնհայտ է, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել։ Տունը, հիշողությունները, տատիկի ներկայությունը՝ նա այս ամբողջը կարող է կորցնել։ Սա Նորոյի համար հերթական հարվածն է։ Մագդան իմացել է ողջ ճշմարտությունը, և այս ամենը անպատիժ չի մնա։ Մագդան իմացել է, որ իր մայրը Լաննան է։ Լաննան Լիանա է, ով իրեն Լանա է անվանակոչել, և բնականաբար առաջին հայացքից միգուցե թվա, թե Մագդան սխալ է անում, բայց չէ՞ որ նա այսքան ժամանակ ապրել է ստի ու կեղծիքի մեջ։ Ապրել է Արշակի հետ, ով ոչ թե իր եղբայրն է, այլ հարազատ հորեղբայրը։ Ապրել է մտածելով, որ իր ծնողները մահացել են, բայց ոչ, իր ծնողները չեն մահացել, Լաննան գտնվում է ավելի մոտ, քան կարելի էր պատկերացնել։ Բնականաբար այս ամենն անհետևանք մնալ չի կարող։ Առաջիկա սերիաներում սպասվում են ամենաէմոցիոնալ զարգացումները։ Կկարողանա Մագդան ներել Արշակին, կընդունի Լաննային որպես մայր, և արդյոք կփրկի Նորոն ընտանիքը փողոցում հայտնվելուց։ Բաբկենի բոլոր ստերը վերջապես կքանդվեն։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են այն տեսարաններին, երբ վերջապես կբացահայտվի, թե ով է Բաբկենը, և Բաբկենի հետ կբացահայտվի Հասմիկի իրական դեմքը։ Ուրիշի ընտանիքը կրկին ապացուցում է, որ երբ ճշմարտությունը տարիներով փակվում է, այն բացահայտվելու ճանապարհին կործանում է ամեն ինչ։